Հարգելի պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 103 կայաններից 2025 թվականի մարտ ամսին ստացված տվյալներով օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար կազմել է 37։ Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքերում։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան։ Մի փոքր խոսենք կրկին այս թեմայից, որովհետև հանրությանը ամենահուզող հարցերից մեկն է եղել եւ պարբերաբար կարծում եմ անդրադարձ պետք է ունենանք, ինչպես նաեւ մեր միջոցառումների ծրագրին, մասնավորապես այն ռազմավարությանը, որը որ օդի որակի խնդիրները վերացնելուն է միտված։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Ճիշտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Եվ բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին, եւ դա պայմանավորված է ինչով, պարոն Ավետիսյան։ Պարոն քաղաքապետ, ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջեռուցման սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր, ջեռուցումը, պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով, երբ որ ձմեռային ամիսներին անտիցիկլոնային այդ ինվերսիոն երևույթներ են տեղի ունենում, երբ որ սառը օդը լճանում է արարության գոգավորության հատակային մասերում Երևան քաղաքում եւ օդափոխանակությունը խախտվում է այդ ամիսներին, եւ պայմանավորված նաեւ Երևան քաղաքում կանաչ տարածքներում կանաչապատ գոտիներում մշտադալար տեսակների սակավությամբ, երբ որ այդ կանաչ գոտիները իրենց ֆիլտրող գործառույթը չեն իրականացնում, այսինքն քիչ են դրանով պայմանավորված եւ մեր գործողությունների ծրագրում, քարտամյա գործողությունների ծրագրում մենք նախատեսել ենք միջոցառումներ, կուզենայի տեղեկացնել նաև, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից եւս մշակվել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, որը շատ համահունչ է նաև մեր առաջարկած քարտամյա ծրագրին եւ հաջորդ շաբաթ մենք հանդիպելու ենք շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերների հետ, հասկանանք մեր միջոցառումների ծրագիրը ինչպես է գրվում կառավարության այդ որոշմամբ հաստատվող հնգամյա գործողությունների ծրագրին, որտեղ շատ գործողություններ եւ մենք ենք արտադրել եւ իրենց ծրագրում է նախատեսված եւ կան որ հանրապետության մասշտաբով իրականացվելու են իրենց առաջարկած միջոցառումները, միգուցե ինչ-որ ձև ինտեգրվի նաև մեր քարտամյա գործողությունների ծրագիրը։ Նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետրի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների, եւ եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում ամենաբարձր փոշու մակարդակը գրանցվում էր Երևան քաղաքում, 24 թվականին արդեն Երևան քաղաքում նվազել այդ ցուցանիշը եւ չորրորդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ։ Պարոն Ավետիսյան, հիմա այն ինչ որ դուք ասում եք, շատերը ուղղակի կորակեն, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մի պարզ պատճառով կարծում եմ, որ մինչև նախորդ տարի մենք այս ծավալի չափումներ օդի որակի ուղղակի Երևան քաղաքում չէինք արել։ Այսինքն այն սարքերի ծավալը եւ քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելին էր։ Մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ եւ իրականում այս այն ամենակարևոր, այսպես ասած, դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ որ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք։ Բայց այնուամենայնիվ նաեւ ձեր խոսքին եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ փոշու քանակը եւ օրինակ ձեր մատնանշած առաջին խնդիրը, որ ջեռուցման սեզոնի հետ է կապված, արդյոք իրար հետ այդպես փոխկապակցված են, արդյոք օրինակ գազի սպառումը փոշու խնդրի հետ է կապված, թե դա այլ աղտոտիչ է։
Պարոն քաղաքապետ, ջերմության սեզոնին, քանի որ ոչ միայն գազ, նաև այլ վառելիք է օգտագործվում, հիմնականում մանրաթիվ փոշու կամ այսպես ասած PM2.5-ի աղբյուր ջերմությունը եւս հանդիսանում է։ Ջերմությունը այդ օրգանական փոշու օրգանական ծխի մասնիկները հանդիսանում են PM2.5-ի աղբյուր եւ նաև դրանք, քանի որ գումարվում է ձմեռային ամիսներին օդափոխանակության խանգարումը, այդ ամենը բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող PM2.5-ի մակարդակի ավելացման։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, ակնկալում ենք, որ բարբերաբար նաև միջոցառումների ծրագրի վերաբերյալ ավելի կոնկրետ եւ բովանդակային քայլերի շուրջ պետք է այստեղ զեկույցները սկսենք լսել, իհարկե շրջակա միջավայրի մեր նախարարության մեր գործընկերների հետ, երբ որ արդեն ամփոփեք, դրանից հետո արդեն կոնկրետ քայլերով, կոնկրետ ժամկետներով։ Շատ բարի։